Բարև ձեզ, եւ մենք շարունակում ենք մեր ընդհատված զրույցը Արման Եղոյանի հետ, որը ազգային ժողովի պատգամավոր է հերիք չի, դեռ մի բան էլ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահն է եւ ակտիվորեն մեր անցած զրույցում քարոզ էր անում, որ Եվրամիությունը այնտեղն է, որտեղ մենք պետք է հայտնվենք։ Եվ հիմա ես ուզում եմ պարոն Եղոյանին հարցնեմ. իսկ չենք կարող մենք Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը ստեղծենք մաքսային տնտեսական միություն եւ այնքան զարգանանք, որ Ֆրանսիան, Գերմանիան, Չեռնոգորիան խնդրեն, որ դառնան այդ հարավկովկասյան տնտեսական միության անդամ։ Կարող ենք, թե չենք կարող։ Այդ եթե երկրորդ մասն էլ հարցի լուրջ էր, ապա դժվար թե։ Ինչու՞։ Որովհետև նրանց տնտեսությունը եւ նրանց հնարավորությունները շատ ավելի մեծ են եւ իրենք արդեն իսկ ունեն մաքսային միություն։ Մերը ստեղծենք, հասնենք մի մակարդակի, որ Եվրամիություն ասի, խնդրում ենք, էլի եկեք միավորենք մեր տնտեսությունները։ Դե այդ ձևակերպումներով չէ, այդպես եթե մի քիչ ավելի դա դիվանագիտական առաջարկի համագործակցել եւ ինչու՞ չէ բոլորով միասին դառնալ իրենց մաքսային միության անդամ, եթե մյուս բոլոր քաղաքական խոչընդոտները այստեղից համարենք, որ չկան, հանենք էլի, այսինքն տարբեր քաղաքական խոչընդոտներ կարող են լինել այդ ճանապարհին, բայց եթե զուտ ուղղակի այլ հավասար պայմաններում այսպես մաքուր թղթի վրա հարցը դիտարկենք, իհարկե հնարավոր է նման բան եւ մի բան, որ մեծ հաշվով Եվրամիությունը հիմա էլ է էլի անում, ուղղակի ոչ թե այս երեքի հետ միասին, այլ յուրաքանչյուրի հետ առանձին է փորձում աշխատել, ես խոսացի ասոցիացիան համաձայնագրերից, որոնք Եվրամիությունը կնքում է գործընկեր պետությունների հետ եւ օրինակ դիցուկ արևմտյան Բալկաններում հենց այդպես էլ տեղի ունեցավ։ Իրենք ունեին մաքսային միություն կամ ազատ առևտրի գոտի, հիմա կարող է ճշգրտորեն չհիշեմ, կարող է ճշգրտ միգուցե ազատ առևտրի գոտի, բայց առանձին միություն էր այնտեղ, այսինքն Խորվաթիան, ուրեմն Բոսնիան, Սերբիան, Սլովենիան էլ կար, եթե չեմ սխալվում, միգուցե մի խոսքով Հարավսլավիա այդ նախկին անդամ պետությունները, հետո իրենք ոնց որ առանձին հիմա հետո իրենք բոլորով միասին ստորագրեցին ասոցիացիան միասին չէ էլի հերթով, բայց նույն տեսակի ասոցիացիան համաձայնագիր ամենավերջին Բոսնիան էր, թե չեմ սխալվում, ինտեգրվեցին արդեն Եվրոպական միության հետ ազատ առևտրի մեջ, հետո այն անդամները, որոնք դարձան անդամ, այսինքն Սլովենիան եւ Խորվաթիան դարձան լիիրավ անդամ, այսպես ոնց որ կամած Եվրամիությունը եկավ հարավը գնաց դեպի Եվրամիություն, այդ նույն process-ը տեղի ունեցավ։ Արման ջան, շատ է ազդում երկրների զարգացման վրա։ Տնտեսական զարգացման, ահռելի, ամենահաջողված պրոյեկտներից մեկն է մարդկության պատմության մեջ, գրեթե հռոմեական կայսրության նման տնտեսության զարգացման առումով եմ ասում։ Ես թվերը կարողա չհիշեմ, հիշում եմ, որ նման վերլուծություններ կային այն ժամանակվա աշխարհի տնտեսություն եւ այլ, մի քիչ զուտ տնտեսագիտական առումով երևի թե ճիշտ էլ չի լինի, միգուցե պատմաքաղաքական հետաքրքիր է, բայց տնտեսագիտորեն հեշտ ճիշտ չի լինի հենց հռոմեական կայսրության հետ համեմատելը, բայց ժամանակակից աշխարհում, այսինքն թող լինի վերջի 200-300 տարում այս ժամանակակից տնտեսական միջոցներ, ինդուստրիալ հասարակություն, մեր այսօրվա աշխարհը ոնց մենք ճանաչում ենք, այս աշխարհում ամենահաջողված պրոյեկտներից մեկն է, ամենահաջողվածներից մեկն է, եւ դա ունի մի քանի պատճառներ, նախ որովհետեւ մի քանի առաջատար տնտեսություն համաշխարհային որոշեցին միավորվել, մի կողմ դնել տարաձայնությունները ու դա գիտեք ինչից սկսվեց, շատ հետաքրքիր է այդ պատմությունը, դե գիտեք Ֆրանսիան ու Գերմանիան երկար տարիներ կռվում էին, պատերազմի մեջ էին, 100 տարվա ընթացքում երևի մի 4 անգամ
պատերազմել են։ Քանի որ առաջ նայեցի, հենց 150 տարվա մեջ Տվեցի վերջին 200 տարում քանի պատերազմն են, այսինքն թե Նապոլեոնից ամոթալի շրջան են ունեցել, Նապոլեոնից մինչև երկրորդ համաշխարհային արանքում 4 հաստատ հիշում եմ։ Չէ, 4 խոշոր, բայց 4 խոշոր կոնֆլիկտներ, մի խոսքով, բայց դա հիմնականում այդ Էլզասում ու Լոթարինգիայում այդ ածուխի ու պողպատի հանքերի համար էին, որտեղ ածուխն ու պողպատը էներգիայի եւ ռազմարտունաբերության հիմնական հիմնասյուներից մեկն էր, դե պողպատը հիմա էլ է այդպեսին, ածուխը մի քիչ դերը զիջել է նավթին ու գազին, որպես էներգիայի աղբյուր, բայց այս ժամանակ ածուխը ամենատարածված ուրեմն էներգակիրն էր։ Հիմա այդ հանքերի համար իրանք անընդհատ պատերազմում էին եւ այդ շրջանների համար։ Ու երկրորդ համաշխարհայինից հետո մի հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ֆրանսիան, որ այդ պահին հաղթած պետությունն էր, եւ այդ շրջանները անցել էին իրեն, Ստրասբուրգը իր ուրեմն ամբողջ մարզով, Լոթարինգիան ամբողջ այդ հատվածը նորից վերադարձել էր Ֆրանսիային, սահմանները գծվել էին, Գերմանիան պարտված էր, այդ պահին ավելին ֆրանսիական զորքերը գտնվում էին ֆրանսիական զորքերը գտնվում էին Գերմանիայի տարածքում եւ մյուս դաշնակիցների զորքերն դեռ գտնվում էին Գերմանիայի տարածքում, Գերմանիան մասնատված է, դաշնակիցները ունեին արդեն ատոմային զենք, Գերմանիան դժվար թե ունենար եւ մինչեւ հիմա էլ չունի ատոմային զենք, այսինքն այս կոնտեքստը մեծ պատկերացեք, ավիրված պետություն էր եւ այլ, այս պայմաններում ինչ արեց Ֆրանսիան, ասես լսի, ես ածուխի ու պողպատի համար ենք մենք անընդհատ կռվում, արի միասին շահագործենք։ Ոնց չեն ամաչում, չէ՞։ Սա շատ հետաքրքիր բան է։ Այդքան զոհերի հիշատակը մի կողմ դրեցին ու նման առաջարկ արեցին։ Նման առաջարկ արեցին ու ստեղծեցին մի կառույց, որը մեզ այսօր հայտնի է որպես Եվրոհանձնաժողով։ Լսած կլինեք։ Այսինքն լսածվում ամեն օր էլի եթերում Եվրոհանձնաժողով, սա Եվրամիության գործադիր մարմինն է։ Այն ժամանակ դա այլ կերպ էր կոչվում էր բարձր իշխանություն, high authority։ Մի քիչ այլ կառուցվածք ուներ, 9 հոգուց էր բաղկացած, Եվրամիության հիմնադիր անդամների 6 հիմնադիր անդամներ կան Եվրամիությունում, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա եւ Նիդերլանդներ, Բելգիա, Լյուքսեմբուրգ։ Այսինքն 3 մեծ պետություններ եւ 3 փոքր պետություններ։ Այդ հանձնաժողովում էլ համամասնությունը հետեւյալն էր, մեծ պետությունները ունեն 2-ական, ներկայացուցիչ փոքր պետությունները 1-ական, այսինքն եղավ 6 գումարած 3 9 հոգի։ Ու ոնց է ինչն է սա նպատակը, որ որևէ երկու պետություն, նույնիսկ երկու խոշոր պետություն չկարողանան որոշում կայացնել ի օգուտ, ասենք դե որ փորձը կար Իտալիայի ու Գերմանիայի համագործակցության փորձը որ կար, երկուսով չկարողանան, դե փոքրերն էլ չէին միանա, եթե զգային որ դեպի ինչ որ ռազմատենչ լուծում է տանում հարցը, ասենք դե որտեվ տուժել էին, Բելգիան էր տուժել, Նիդերլանդները տուժել էին, փոքրերն էլ չէին կարող միավորվել, այսինքն այսպեսի մի շատ օպտիմալ տարբերակ էր գտնվել ու ամբողջ այդ իշխանությունը այդ հանքերի շահագործման հանձնեցին այդ հանձնաժողովին, տվեցին, ինքն էր արդեն որոշում, այլ ոչ Գերմանիայի կառավարությունն էր որոշում, ոչ Ֆրանսիայի կառավարությունը, ոչ առավել եւս, ասենք, մյուս հարևան պետությունների այդ հանձնաժողովն էր որոշում, ով ինչքան պողպատ է ստանում, ով ինչքան ածուխ է ստանում, բնականաբար նայում էին, ասենք, հայտերը, նպատակները, նույնիսկ բանակի կարիքների համար, բայց նայում էին, ասենք, չափ, ծավալ, դա ինչ աստիճանի է ռազմականացնում տվյալ պետությունը, այսինքն պահում է սովորական զինատեսակների մասին կոնվենցիա եւ այլ։ Հիմա ու տեսան դա այդքան հաջող է աշխատում, որ այդ լիազորությունները ընդլայնեցին։ Ասին ինչի մենակ ածուխն ու պողպատը։ Եկեք ու ձգնորոշության բանել, հանեցին, տվեցին։ Ասին դուք ուսումնասիրեք, տեսեք մեր ջրերում ինչքան ձուկ կա, ինչքան որսանք, ոնց անենք, որ արդյունավետ լինի մեր տնտեսությունների համար։ Հիմա էլ մինչև ու հիմա իդեպ արդեն երբ որ մեծացել է Եվրամիությունն շատ են բողոքում անդամ երկրները, որոնք մեծ ծովափ ունեն, ասենք դիցուկ օրինակ Նորվեգիան ժամանակին նաև այդ նկատառումով չմտավ Եվրամիություն, դեպի ծովափը շատ մեծ է, հետեւաբար բացառիկ տնտեսական զոնան շատ մեծ է, իր ջրային տարածքը շատ մեծ է, ինքը բացառիկ իրավունք ունի իր ջրային տարածքում ինչքան ուզի ձուկ որսա, Եվրամիությունում տես չի։
Եվրահանձնաժողովն է որոշում, ով իր տարածքում ինչքան ձուկ կարա որ սա քվոտավորված է։ Ըստ տարվա, ըստ հիմա մի տարի կարող է երաշտ լինի, իրանք ընդհանուրի համար են հաշվարկում։ Տեսեք, Ասենք ցորենը քիչ լինի մի տարի, ասեն դե լավ, դու ձուկը մի քիչ շատ բռնի, մի տարի հակառակն լինի, ասենք թողնենք ձկնային պաշարները վերականգնվեն, այս տարի բերքարատ ա եղել, ասենք մրգեր, ցորեն եւ այլ, այսինքն սենց հաշվարտ մեխանիզմ հաշվում են ոչ թե հենց այնպես, այլ լուրջ շինքեր, լրիվ տեխնոկրատական հաշվարկ է։ Այնտեղ անդամ պետությունը դա էլ ասեմ, դա հստակ ասվում է։ Ուրեմն գիտեք, ամեն մի եվրահանձնակատար մի պետությունից է նշանակվում, այն ժամանակ 9 էր, ասեցի չէ 2-2-2-2, 1-1-1-9, հիմա ուրիշ ձև է, հիմա մեկական է, հիմա 27 եվրո հանձնակատար է, այսինքն կարճ ասած նախարար, 27 ամեն մեկը մի պետությունից, ու իրանցից որևէ մեկը իրավունք չունի քվեարկելուց իր պետության շահին նայի։ Իր պետության շահի համար այլ կառույց կա, Եվրոպական միության խորհուրդն է, որտեղ հավաքվում են անդամ պետությունների նախարարները։ Եվ այնտեղ արդեն ամեն մեկը իր պետության շահն առաջ տանում, ասենք նույն կարող այդ քվոտայի համար կռիվ տա, չգիտեմ, այլ հարցերի համար կռիվ տա, դա հաստատվում է հետո այն ինչ վերաբերում է բաներին։ Ուրեմն խորհրդի որոշումներին։ Այն ինչ Եվրահանձնաժողովի բացառիկ լիազորությունն է։ Եվրահանձնաժողովը սահմանում է բոլորը պարտավոր են դա իրականացնել։ Այսօր ինչն է խանգարում, որ մենք Եվրամիության հետ ունենանք այնպիսի հարաբերություններ, որ մեր հարաբերությունները մեր ընթացքը դեպի Եվրոպա նպաստի Հայաստանի զարգացմանը։ Ինչն է, ասենք, տեսեք այսօր մենք դեռ քննարկում ենք այն իրադարձությունը, որ տեղի ունեցավ Երևանում։ Այդքան մեծ թվով եվրոպացի առաջնորդներ եկան Հայաստան։ Հիմա շատերը հարցնում են, ասում են, եւ նույնիսկ այսպիսի բաներ են խոսում, ասում են, բա դուք ոնց հարթակ տվիք Երևան այն երկրներին, որոնք ագրեսիվ կեցվածք ունեն Ռուսաստանի նկատմամբ, այ չէ որ այդ հայտարարությունները ավելի կվնասեն հայ-ռուսական հարաբերություններին։ Այս պնդումները ինչ է կարծում, ճիշտ են թե ճիշտ չեն։ Եվրամիությունում էլ մարդիկ նայում են, որոշ մարդիկ կարող են նայել եւ ասել, վայ, Հայաստանի վարչապետը գնաց Մոսկվա, իրանք շփվում են, իրանք առևտուր են անում, էս են անում, այն են Իսկ անում, ոնց ու այդպես շարունակ։ Բա Հայաստանի վարչապետը գնում Եվրախորհրդարանում, ասում է Իրանը մեր բարեկամն է։ Այս է դա ուզում հասնել։ Դուք Եվրա գնում Թեհրանում հանձնաժողովի նախագահ Եվրոպան ինչպես ընկալեց Նիկոլ Փաշինյանի հետ։ Շատ նորմալ, որովհետև Թեհրանում էլ բարի բուն կամ, այսինքն Թեհրանին էլ վարչապետը ասել է, որ Եվրամիությունը մեր բարեկամն է։ Բայց եթե Թեհրանին մենք կարողանում ենք ասել, որ Եվրամիությունը մեր բարեկամն է, եվրադիտորդներ եկան, Իրանը շատ զուսպ մեկնաբանեց իրավիճակը, այսինքն հենց էսա բալանսավորված քաղաքականություն։ Ես գիտեք ինչ հիշեցի։ Որ դու ես որոշում քո ընկերության սահմանները։ Մեր մոտ այս կաշկանդվածությունը երկարամյա անկախության բացակայության հետևանքա թե ուրիշ ինչի հետևանքա։ Միայն դա է։ Տեսեք, Ֆրանսիան Հայաստանում դեսպան ուներ։ Մենք այդ փորձը չունենք։ Մեր պատմության մեջ։ Լեգրա ազգանունով։ Հա։ Դուք երևի չեք հիշի։ Դա Լեգրա ազգանունով Ֆրանսիայում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էր։ Դա 90-ականների կեսերին էլ կարծեմ բարեկամ էին, չէ՞ իրանք։ Չէ, դա կոմպոզիտոր։ Հա, ուրեմն նա Լեգրանն էր, սա Լեգրա, եւ մի անգամ ասուլիս դեն ժամանակ լրագրողների հետ շփվում էին ասուլիսի ձևաչափով հիմնականում, եւ այդ ասուլիսներից մեկում ինքը մի արտահայտություն արեց, ես անդադ հիշում եմ դա, ասեց, գիտեք, երբ որ բացում եմ հայկական թերթերը, միջազգային լուրեր հատուկ են թերթերում կան։ Դա վկայում է այն մասին, որ դուք դեռ ձեզ զգում եք մեծ պետության ծայրագավառի բնակիչներ։ Դուք դեռ չեք հասկացել, որ դուք անկախ պետության
քաղաքացիներ եք։ Գիտեք ինքը լավ բան ասեց։ Ես այն ժամանակ էլ նստած լսում էի իրեն, ասում էի, «Էս ինչ լավ բան ասեց, էս ինչ ստապեցնող», բայց ամբողջ մամուլը քաղաքական դաշտը հարցակվեցին դու ոնց մեզ ասեցիր ծայրագավառի բնակիչներ, բայց ինքը օրինակ էր բերում, ասում է ձեր թերթերը որ նայում եմ միջազգային լուրեր չկա, ասում այսինքն դու դեռ բայց հիմա էլ այդքան շատ չեն, չէ՞։ Ես նայ հմեկով կա բաժին չկա, իսկ ինքը ասեց, գիտեք, բայց թերթերում ասեց ֆրանսիացին առաջինը նայում է միջազգային լուրերը, որովհետև իրեն պատասխանատու է համարում աշխարհի համար։ Հիմա մենք արդեն 35-6 տարի անկախ պետություն ունենք, բայց այ ինձ թվում է մենք մտածողությունը մարդկանց ակտիվորեն չփոխեցինք։ Իհարկե փոխվել է։ Այն ես հիշում եմ 91 թվականից, երբ որ ասեցին անկախության առաքվե լինելու, են ասում էին, բավոր մենք անկախ լինենք, Թուրքիան արձակվելու է, այսինքն համոզվածություն կար։ Ես կարդացել եմ այդ սղագիտությունը, կարծեմ Գերագույն խորհրդում էլ չէ՞ տես քննարկումներ։ Այո, եղել են, բայց այդ հիմա հասկացան, որ չէ, դու կարող ես պետություն լինել, հարաբերվել եւ այս երկրի հետ եւ այն երկրի հետ, բայց այ գավառային, ոչ թե ես վատի մատով եմ ասում, այլ որ դու մեծ պետության մի ծայր գավառի բնակիչ ես, դա դու ավելի երիտասարդ ես, քո կարծիքով դա անցել է, թե չի անցել։ Հիմա որ ասես նայում եմ, ինձ թվում էր, որ անցել է, բայց հիմա որ նայում եմ, Վանուն էր ասել, որ մինչև Սովետում ծնված վերջի մարդը չմահանա, ասել է, ճիշտ եմ հիշում, այդ ամբողջությամբ չենք հասնի այդ նպատակին, ես էլ եմ Սովետում ծնված, ես համ ասեցի, համ հիշեց, ես որ պտի ձգտենք, Սովետը հիշում մի քիչ առաջ տանք էլի դա, սպասենք մինչև Սովետում ծնված վերջի մարդը մահվա, բայց ինքը ճիշտ միտք է ասել, դա իհարկե այդպես է, նաև մի քիչ կոպիտ ասած, բայց հիմա մեր զարգացմանը, մեր դիվանագիտական ջանքերին, մտքերին, խորհրդանում ունեցած քննարկումներին շատ ժամանակ ես նայում եմ, ասում եմ, այ մեզ վրա դեռ ազդում է, որ մենք դեռ չենք հասկանում, որ մենք անկախ պետություն ենք եւ ոչ թե մենք պարտավոր ենք սպասարկել այս կամ այն երկրի շահերը։ Օրինակ բերեմ, գիտեք, ես նաեւ ֆրանկոֆոնիայում Հայաստանի պատվիրակության ղեկավարն եմ, դենտեղ շատ աֆրիկյան երկրներ կան, ֆրանսախոս, որ եղել են Ֆրանսիայի գաղութը։ Ու դե սկզբից ինձ համար մի քիչ անսովոր էր, որ դե գնում ենք այնտեղ ու ինչ որ մեկ էլ սկսում էին վիճել իրար մեջ, էլի, իրանք իրար մեջ, ասենք մի պետությունը մյուսի հետ ու ինչ որ Ֆրանսիայի վերաբերյալ ինչ որ բաներ էին ասում, բա Ֆրանսիան սխիսենց չարեց, բա Ֆրանսիան խինենց չա ու ասել միջտա ինձ բաներ իմ ականջը ծակում էր անդադ, որտեվ այդ օրակարգի հետ այդքան էլ կապ չուներ այդ պահի հետո հիմա որ ասեցիք այ մոտավորապես այդ տիպի ինչ որ բան եմ ես հիշում որ անընդհատ մեր միտքը կառուցելիս մի հատ սկզբից մտածում ենք այն հին սովետական տարածաշրջանի մեջ ոնց մի հատ այս տարածաշրջանով ոնց կլիներ, եթե այսպես լիներ կամ այնպես լիներ, հետո նոր ենք դուրս նայում, հա, ոնց որ այդ սովետական կամ հետ սովետական այդ պատուհանից, եթե կարելի է այդպես ասել, այդ ոսպնյակից, հա, այդ հետ սովետական ոսպնյակից ենք sense նայում, բայց այդ ոսպնյակը նախ շատ հին է արդեն, ու ճիշտ էլ ցույց չի տալիս։ Միգուցե վախում ենք այդպես աչքներս կծակի, որ այդ ոսպնյակը հանենք, այդ դրսի աշխարհը առաջին դասարանից տենց ստացվեց տանը պարտադիր 2 կամ 4 ալիքավոր թութակներ ենք ունենում։ Հա։ Միջև հիմա էլ ունենք, դե փոխվում են, սերունդափոխություն է լինում, բայց մի հետաքրքիր բան եմ նկատել, հիմա դե տանը փոքր երեխա էլ չկա, որ ասեմ զբաղվում են, իրանց պետք է, որ իրանք մի քիչ
թրջեն, ցածկոտեն, որ շատ ճարպակալ են։ Վանդակից մի կերպ հանում են, մի կերպ։ Հետո գրում նայում եմ, տեսնում եմ գնացել են վանդակի գլխին կանգնել են։ Մենք ինչ-որ մագնիս կա, ձգում է, որը մեզ խանգարում, ես չեմ ասում վատացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի կամ չգիտեմ Ուզբեկստանի հետ, բայց որոշում կայացնելիս դուք չեք զգում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, գիտեք, բանը մաքսակետերում լինելու են հայ մաքսավորներ կամ սահմանապահներ, ոնց բավը Ռուսաստանը նեղանա, դեռ տեսեք, դա մեզ խանգարում է, չեմ խանգարում, այ ինչ անենք։ Բայց դուք մի քիչ առաջ նաև այդ նույն հարցը Եվրամիության այդ նույն պարադիգմա, ասիկ բավը ասեց Իրանը մեր բարեկամն է, բայց ինչ կմտածեն Այո։ Ես ինչից եմ զգուշանում, որ հանկարծ մենք նույն մտածողությունը մի տեղից չհանենք, տանենք դնենք ուրիշ տեղ։ Այդ մտածողությունից ազատվենք, այդ պարադիգմայից ազատվենք, ոչ թե այդ չիպը այս մի բանից հանենք, համակարգչից հանենք, տանենք մտնենք այն մյուս համակարգչի մեջ, նույն չիպը։ Մտածում էի դա անցել է, լավ է անցել այդ հոգեբանությունը, բայց մի քանի օր առաջ կադր տեսա, որ ուրեմն մի հատ էս արագ էս օրինակը բերեմ, երբ որ 88-89 թվականներին երթ էինք անում, չգիտեմ, միտինգ էինք անում, հանկարծ նկատում ենք, որ մի օտարազգի մարդ է մեզ նայում, կամ անի հյուրանոցից տուրիստ ավելի ոգևորված էին գոռում, որ տեսնեն, որ ես մտածում եմ դա անցել է, բայց ես մի քանի օր ապրիլի 23-ները ջայերով երթներ ու մի ռուս թե չգիտեմ ինչ, բայց ռուսերեն խոսող բլոգեր էր, մտել էր շարքեր ու ցույցեր տալի ինչ-որ ոգևորության ալիք, որ դա ուրիշ ազգերի մոտ ես նկատել եմ, որոնք երկար տարիներ պետություն ունեն, չկա դա։ Ես բացառվում է, որ մարդ որ ապրել եմ, բացի նկատելուց ապրել եմ այլ պետություններում, մասնավորապես Լեհաստանում, Հունգարիայում, այնտեղ տեսել եմ բազմաթիվ եւ տոնախմբություններ եւ բողոքի այդ երթեր, ցույցեր եւ այլն, ես էլ կարող եմ ասել, որ դա նոր եմ դա հիմա մտածում, դա չկա, այդ էլեմենտը չկա, իրանց նպատակի հետևից են գնում, ոչ թե ինչ-որ, որտեվ հասենք հալը, մի հատ անգլիացի եղավ երթի մեջ, ասենք ցույց տվեցին այդ անգլիացուն, իրանք չեն էլ մտածում, որ այդ անգլիացին հեսա գնալու է Լոնդոնում այդ հարցը բարձրացնի, Լոնդոնն էլ հրավիրի կոնֆերանս, ասենք շատ ճիշտ օրինակ վերեցիք ու մյուս երկրներում էլ որտեղ որ ես եղել եմ, որոնք որ ունեն պետականության ավանդույթներ, սա շատ կարևոր է էլի, ես հիմա ոնց դնում վերցնում եմ, ոնց մտածում եմ, դա մի բան է, որ պիտի ունեցած պետք է ապրած լինես, իսկ եթե ոչ հիմա պետք է ապրես, դա անընդհատ լինի, ինչպես անընդհատ լինի, նույնիսկ եթե ոչ անընդհատ է, նույնիսկ հիմա օրինակ լեհական պետականությունը ընդհատվել էր, մի 120 տարով ընդհատվել էր, կապը կար, բայց 200 տարի չէր անընդհատը ավելի ընդհանրապես լավ է ստացվում այդ անընդհատ ժառանգականությունը, բայց նույնիսկ ընդհատվածի դեպքում, երբ հիշողությունները շատ ուրեմն հեռու չեն դեռ, այդ բանը մնում, այդ պարադիգման մնում է, էլի մարդկանց մտքում մնում է, մեր մոտ այս բանը ես կարծում եմ վարչապետը շատ ճիշտ է նկատել, այդ պետության նկատմամբ զգուշավորությունը, պետություն հասկացության երևի թե հենց տեղից է գալիս, որ միշտ օտար պետություններ են ստեղել։ Ու ես հիշում եմ 90-ականներին, գիտեք, մեծերը այսպիսի մի բան էին խոսում, որ ասում էին դե լավ, դե Սովետում որ թալանում էին, ասենք դե մարդիկ ես դա չեմ տեսել, ուղղակի խոսքերից գիտեմ, էլի, ասենք շուտ գործանում աշխատում էին, կարծես բան։ Դա պարտադիր էր։ Որ տանում էին, եթե չտանեին, իրանք սոված էին մնում, կիսասոված աղքատ։ Ես չեմ տեսել, չգիտեմ։ Համակարգն էր այդպեսին, որ դու որտեղ աշխատում ես, այդտեղից ինչ-որ բան պիտի տանես։ Ուրեմն տենց էր։ Ու ես հիշում եմ մեծերը, էլի, ասենք դե բակա, բան, ասենք բիսեդկա է, մեծերը զրուցում են, չէ, տարիքով դե ոնց է երեխեքն գնում են ականջ են դնում, լսում են, ինչ-որ տենց թեմաներ հիշում եմ, բայց էնի սովետներ են, հիմա էսի մերին էլ չի կարելի տենց անել, այս խոսակցությունները ես հիշում եմ,
ու կարծում եմ սրանք շատ կարևոր դեր պետք է ունենան այսօրվա մեր վերաիմաստավորման մեջ, նաև այդ հարկային քաղաքականության առաջ ոնց էր այդ պատմության եկավ բանը, չէ, խալիֆի բանը, խալիֆի հարկահանը, ոստիկանը, այսինչ ոստիկանի հարկահանը եկավ ժողովրդի գլխին ծանր հարկեր դրեց, հարկերը վերցրեց, տարավ Բաղդադ։ Տեսել ինչ վատ բան է։ Այսինքն այդ հարկահանը հիմա հարկային բեռ, հələ տեսել էս արտահայտություն, հարկային բեռ, փոխանակ ասեն հարկային մասնակցություն, հարկային վճար, հարկային բան, չգիտեմ, ուրեմն պահանջ ներկայացնելու իրավունք, չէ՞, հարկատուի իրավունք։ Այդ քո ասացի վրա մի օրինակ, որ ես նույնիսկ այդ պատմությունից ամաչեցի, որ մենք մի մարդ էր պատմում, որ ասում էր տարիներ առաջ առևտրով զբաղվել, ասում է գնում ենք Ստամբուլ եւ ապրանք էինք բերում, ասում է երբ որ առաջին անգամ գնացի, ասում է ինչ որ այդ Ստամբուլում ապրող մի մարդու հետ շփվում է, գնացել ենք այդ մեծածախ շուկա ու ասում է ամեն մի բան առնելուց պարտադիր այդ հարկային ինչ են ասում կտրոն եւ այլն, ասում է ու ես հարցրեցի, ասեցի ընկեր դուք պարտադիր տալիս եք խիստ է հսկողությունը, ասում է ասենց շրջվեց նայեց, ասեց ոնց դու առաջարկում ես ես պետությանը խաբեմ, ես պետությունից հարկ թաքցնեմ, ու ասում է ես այդ մարդն ասում է նենց ամաչեցի, ես չգիտեի որ Թուրքիայում էլ այդ տենց դրված է որ ինքը իր նպաստնաբերում իր պետության զարգացմանը, այդ կարճ օրինակ է, հիմա ինչ ես կարծում, ավարտելով մեր այս հետարքիր երկու շարքանոց զրույցը, հունիսի 7-ից հետո մեր անկախությունը կամրապնդվի, թե կթուլանա եւ ինչու։ Ես համոզված եմ, որ կամրապնդվի, այդ չի հարցը, ուղղակի ես կուզենամ, որ անդառնալիորեն ամրապնդվի, այսինքն այնպես ամրապնդվի, որ մենք այլևս 31 թվականին այս նույնը խոսալու կարիք չունենանք։ Ինչքան չէ, արդեն որ մենք արդեն 31 թվականին մարդիկ վիճեն, թե ով ավելի շատ հարկ վճարել, գլուխ կողվան, ով ավելի շատ հարկ վճարել եւ ով ավելի շատ բան արել, այն որ ասում է ես գիտես ինչեր եմ արել, այո, բայց գիտես ինչեր եմ արել, այ որ հանի իր այդ չեկերը, ասի նայ ինչքան հարկ եմ վճարել, դա այսպես դնի, թեկուզ ոչինչ թող գլուխ էլ գովա, բայց ոչ թե գնան ասեն նախ ֆռստեցի ոչ մեկ չջոկեց, ասենք դա այսինքն ում ֆռստեց, փողը տվեց տաքսին չնստեց, այն անեկդոտի նման, կամ տաքսին քշեց, փողը չվերցրեց։ Գիտեք, այստեղ նաև պետության ղեկավարները պետք է ավելի խիստ ու սկզբունքային լինեն, որտեվ ես այս ընտրաշավին չսկսած ընտրաշավին, բայց արդեն փաստացի սկսած հետևելուց մի միտք առաջացավ իմ մոտ, որ ի վերջո այնով ասում եմ, ես գիտեք պետության համար ինչքան ունեմ արած, ես գիտեք ինչ բառել ասում եմ, բարեգործ են ասում, ինչ որ մի ավելի գերադրական աստիճանով, բարերար, ազգային բարերար եւ այլն, պետությունը շատ արագ հանի, ասի սիրելի հայրենակիցներ, այս մարդը այս պետությունից այսքան օգուտ ունեցել, այս տարիների ընթացքում, իսկ տվելը ընդամենը այսքան փաստացի, դնենք, որ հետագայում ինչ-որ մեկի մտքով որ կանգնի ասի, ես գիտեք ինչեր ունեմ արած, դնենք ու ասենք էսա, իսկ ես ձեզ այսպիսի առաջարկ եմ անում, որ մենք մեկ անգամ եւս հանդիպենք հունիսի 8-ից հետո ու ամփոփենք ինչ եղավ ու մտածենք ինչա լինելու առաջիկայում։ Շնորհակալ եմ որ զրուցեցինք։ Ստեսություն։